Վարդապետական գիրք։ Այս վարդապետական օրենքի գիրքը և ամբողջ Աստվածաշունչը քեզ հեռու կպահի մեղքից և անձի գարշելի պիղծ կյանքից, կամ մեղքը և անձի գարշելի պիղծ կյանքը քեզ հեռու կպահի այս վարդապետական օրենքի գրքից և ամբողջ Աստվածաշնչից։ Հիսուս Քրիստոսի շեղված եկեղեցուն ուղղող վարդապետական առաջին նամակը Սուրբ Հոգու կողմանե բոլոր այն հովիվներին և եպիսկոպոսներին, որոնք փափագում են հասնել կատարյալ սրբության և անբիծ ու անարատ կյանքի։ Մատթեոս 5:48, Առաջի Կորնթացիների 11:1, Առաջի Թեսաղոնիկեցիների 5:23, Առաջի Պետրոս 1:15-16, Առաջի Հովհաննու 1:7 և 2:6։ Սուրբ Հոգու ձայնը լսելուն և միայն այդ ձայնից կառավարվելուն և բուն քրիստոսանման կատարյալ սուրբ կյանք ապրելով երկինք գնալուն։ Առաջաբան Հիսուս Քրիստոսի ճշմարիտ եկեղեցու վարդապետական սրբության օրենքները և եկեղեցուն հաստատուն պահող սյուները։ Այն եկեղեցին, որ չի քարոզում և պահում այս հիմնական և շատ կարևոր ու միակ սուրբ գրային վարդապետական սրբության օրենքները, այդ եկեղեցին շեղված եկեղեցի է և ընկել է օտար վարդապետություններ բերող դևերի կառավարման տակ (Ա Տիմոթեոս 4:1) և մարդկանց մտքերի համեմատ, որ դիվական է (Հակոբոս 3:15): Վարդապետություն են հորինել և պահում են, և նրանց վրա կատարվել է այս բազում մարգարեական սուրբ խոսքերը. Սաղմոս 12:1, Մատթեոս 15:7-9, Ա Տիմոթեոս 4:1-2, 6:3-5, Բ Տիմոթեոս 3:1-5, 4:3-4։ Եվ ես Տիրոջ Հոգով վկայում եմ, որ այդ շեղված եկեղեցու բոլոր անդամները, մարմնավոր և մեղանչելուց չդադարող հավատացյալները, հովվից սկսած մինչև ամենավերջի անդամը, ճանապարհին մեռնելու են ու դժոխք են գնալու, եթե ճշմարտապես չապաշխարեն, մեղանչելեն չդադարեն և կատարյալ սուրբ չդառնան։ Ինչպես միլիոնավոր իսրայելացիներ, որ Եգիպտոսից դուրս եկան և միայն անունով աստվածապաշտ դարձան, բայց իրենց դիվական և եգիպտական աշխարհիկ ցանկություններից չբաժանվեցին, մեռան անապատում և խոստացյալ երկիր Քանան չմտան, և Տիրոջ խոստացած բարիքների 1%-ն անգամ նրանք չվայելեցին։ Եվ նույնպես սրանք, այս խոսքից շեղված և աշխարհի կերպարանք ստացած և աշխարհի ոգով պղծված մարմնավոր հավատացյալները, որ անգամ ինձի համար մեղք է նրանց աստվածապաշտ անվանելը, դրախտային կյանքի 1%-ը չեն վայելելու, այլ հավիտենական կրակի լճի տառապանքներն են վայելելու այն հավատացյալի պես, որ Տերը քանքարը ետ առավ։ Եվ թող լավ իմանան այդ մարմնավոր հավատացյալները, որ ատում են կատարյալ սրբությունը, որ իմ Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը ասաց այս խոսքերը հենց իր նման մեղանչելուց չդադարող հավատացյալին. «Այն ծառան, որ իր տիրոջ կամքը գիտի ու չի կատարում, կատարյալ սուրբ կյանք չի ապրում, Հոգու ձայնից չի կառավարվում և հոգիներ դարձի չի բերում, ավելի շատ ծեծ պիտի ուտե»։ Ով ընթերցող հովիվ և եպիսկոպոս, եթե կարդաս այս Սուրբ Հոգու կողմանե տրված և իմ նման ոչնչության ձեռքերով գրված այս վարդապետական օրենքները,
և հոգով քննես ու սուրբ գրքով ստուգես Բերիայի հրեաների պես, Գործք Առաքելոց 17:10-11, և տեսնես, որ մի խոսք հակառակ է ամբողջ Աստվածաշնչի մեկ կամ երկու խոսքի ու մտքերի, և քեզ առաջնորդում է Տիրոջ խոսքին հակառակ քայլ անելուն, վայ քեզի, որ կուրորեն ընդունես այդ Տիրոջ խոսքին հակառակ խոսքը կամ միտքը։ Գաղատացիների 1:6-9, Հայտնություն 22:19։ Բայց եթե Հոգուն խնդրես, որ նա բացի բոլոր դժվար իմաց, բայց շատ ճշմարիտ վարդապետական օրենքները քեզ, և այդ դիմացի սուրբ վկայություններով էլ քեզ հասկացնի, որ դրանք Հոգուց են բխում և սուրբ գրային են, քառապատիկ անգամ վայ քեզի, որ քո մարդկային և դիվական ու խոսքին հակառակ սնոտի միտքը ամուր բռնելով, ատես ու քեզանից հեռացնես միակ կատարյալ սրբություն քարոզող և փրկություն պարգևող սուրբ գրային վարդապետական օրենքները։ Երանի քեզ, ով ընթերցող հովիվ և եպիսկոպոս, որ Հովսյա թագավորի պես պատռեիր հանդերձներդ, 4 Թագավորաց 22-րդ գլուխ։ Եվ տեսնելով, թե սատանան քո չար կրոնավոր հայրերի միջոցով ոնց է շեղել ձեզ միակ փրկարար վարդապետական օրենքներից և դժոխք առաջնորդում, և ձեր վրա կատարվում է այս մարգարեական սուրբ խոսքերը։ Ճանապարհ կա, որ մարդու աչքին ուղիղ է թվում, բայց այդ ճանապարհը մահվան դժոխքի ճանապարհ է։ Երանի քեզ, ով ընթերցող, որ ականջ դներ Սուրբ Հոգու կատարյալ սրբության, Մատթեոս 5:48, Առաջի Կորինթացիների 11:1, Առաջի Թեսաղոնիկեցիների 5:23, Առաջի Պետրոս 1:15-16, Առաջի Հովհաննու 1:7, 2:6, և միայն Հոգու ձայնից կառավարվելու ամենօրյա կանչին։ Երեմիա 1:7, Գործք Առաքելոց 8:26, 13:2-4, 16:6-10, Հռոմեացիների 8:14, 15:22, Առաջի Կորինթացիների 16:7, Գաղատացիների 5:17, Եբրայեցիների 6:3։